Էլեկտրաէներգիայի թանկացում 10 դրամ թանկացում 1 գիշերվա ընթացքում։ Վաղնիքում սալիկները նորից ճաքել են։ Ձերոնց արած սալիկներն են, հաներ զոքանչ հավաքածու։ Պետքա գնայինք կերամա մարածից իտալական սալիկներ առնեինք։ Իտալականը թանկ է։ Թանկ չի։ Թանկ է։ Թանկ չի։ Թանկ է։ Ասեցի թանկ չի։ Այլի։ Թանկ չի։ Ու կարևորը իտալական է։ Չէ, կարևորը թանկ չի։ Կարևորը իտալական է։ Թանկ չի։ Italakan. Թանկ չի։ Italakan. Թանկ չի։ Կերամա մարածի իտալական սալիկներ հասանելի բոլորին։ Ընդմիջում է, ինչ եք ուտելու։ Ես խորոված եմ ուզում։ Ես այնքան սոված եմ, որ մի ամբողջ հավի գրիլ կուտեի։ Ես գրիլ իշխան կուտեի։ Հավիդոշ գրիլի մեջ։ Ես խորովածով բրդուճ։ Գրիլ Էքսպրեսը հնարավորություն է ընձեռում նաև պատվիրել գրիլներ արտերկրից Հայաստան։ Դուք աշխատեք, իսկ մենք կրակենք համեղ ընդմիջում ձեզ համար։ Ահա եկավ այն նորը շատ սպասված, նոր կյանքի դռներն են տես բացված, պահպանելու հայրենիքի անդորը մեկնում ենք սարայության, առջևում սարեր ու ճանապարհ, առջևում 2 տարի դժվար, թողուն աղբահերն ու կատակները մեզ հետ լինեն անդադար, անդադար, զինվորներ ենք մենք, կայլում ենք վստահ ու չենք նահանջում, չէ որ հայրենիքը մեր, մեզնով է հպարտ, մեզնով է կանգուն, զինվորներ ենք մենք, տոկուն ենք հոգով, գործով ենք արդար, չէ որ հայրենիքը մեր, մեզնով է ծաղկուն, մեզնով է ամպար։ Ես որ ներվայնացեմ, ձեռից չես պրծն, եղավ։ Весь черим церицис перснелեիշտի։ Вообще ցանկություն չունիմ այդ բան քննարկելու։ Քեզ ընդամենը կսեմ, սուսիգին չէ նեղեցնես։ Ինչ եք այդ բիբարը լցկրեմի մեջ։ Դու պետք է կիսլատա լցեի, թե որ խելքդ գլուխը դավակի այդպես բաներ չեն էի։ Սամբարձումի գլխարկն ես դրել։ Ինչի՞։ Ավելի լավն է դրա համար։ Փոխվե գլխարկները, վարակ։ Եվ ընդհանրապես Հովսեփյանն իրան շատ վատ է պահում, պարոն փոխգնդապետ։ Ոչ սպայի հետ խոսելու ձև գիտի, ոչ ենթասպայի եւ ոչ էլ զինվորի։ Հովսեփյանը ով է, որ ենթասպայի հետ նման ձևով խոսա։ Էն էլ փողոցում։ Մեր անվան հետ եք խաղում։ Պարոն փոխգնդապետ, Մարգարյանն էլ իր հերթին ճիշտ չի եղել։ Մի հատ էլ զինվորիդ ես, հա, պաշտպանում։ Անգամ եթե Մարգարյանը սխալ է եղել, Հովսեփյանը իրավունք չուներ դուրս գալ իր հետ հաշիվ մաքրելու։ Էս ինչ բան է։ Դու դրա համար Հովսեփյանի ականջները պետք է քաշեիր, ոչ թե պաշտպանեիր։ Հենց հիմա տանում ես ճաշարան։ Թող մենակ նստի ու կարտոշկա մաքրի։ Ու թող այդ իրան դաս լինի, որ մյուս անգամ չհամարձակի նույն սխալը կրկնել։ Դրան տեսեք հլը։ Ինչ ասեց։ Ինչ ասեց։ Ինչ պիտի ասի։ Որ ձեզ ասում եմ մի բան անելուց առաջ մտածեք նոր արեք, այս դրա համար եմ ասում։ Հիմա գնա ճաշարան կարտոշկեն մաքրի։ Կարտոշկա մաքրելու ապարատը փչացել է, Բշտիկյանն էլ որոշեց որպես պատիժ, որ դու մենակդ պետք է մաքրես այդ կարտոշկեն։ Այդ կարտոշկեն ինչ մաքրեն։
Դանակով։ Գնա սկսի։ Մարգարյան իմ ձեռովս պիտի երթա, գիտես։ Մելո վերջացրու։ Հանկարծ բան չփորձես ասես Մարգարյանին։ Այսինքն դու որոշի։ Կարող ուզում ես ճաշարանում էլի ուրիշ գործեր անես։ Ոմու մի բան ասեմ, ապետ կմերնես, կճապաղվես այս ասվալտին։ Ասալ է։ Արա, ոմու, ապետ արի ենքում, ապետ որ ղժալը չքաշվենք։ Գակ, դե ասա արդեն գլուխս քորա գալի։ Համո, հեսա ինձ թվում է երկուսից գլուխն էլ քորա գալու։ Հեսա մելոն գնում է կարտոշկա կլպելու, ապետ։ Լուրջ ես ասում։ Հեսա ձելի պոլտի կարտոշկին էտ է մաքրելու։ Ձերով։ Ապետ, ստանոկը պիչացել է։ Որեսի չես ասում գագար, այսի լուբոյ անեկդոտից խնդալու էր Ապետ, արջի Սուսիկին էլ սրա մասին ասել է։ Ինչի։ Ապետ, դե թող ինքն էլ մի քիչ ուրախան էլի համո ջան։ Արա, բայց դու պատկերացնում ես համո։ Արի։ Արտահայտվի։ Սուսիկ ջան, մի բան ասեմ, կընկնես։ Ինչ։ Լսի դու չես կարա ինձ ասես։ Դու կարաս մենակ արտահայտվես, բարձա։ Հա, հարց չկա Սուսիկ ջան։ Հետո մենք իրար հետ կատակ չունենք, այդ մի մոռացեք։ Ու չափված, ձևված սիրուն խոսացեք։ Հա, հարց չկա Սուսիկ ջան։ Սուսիկ ջան, ես քեզ ուզում եի արտահայտվեի, որ երեք Մելոն գնացել է Մարգարյանի հետ հաշիվ մաքրելու բան, Բշտիկյանն է իմացել։ Իմացել է ու Մելոյին ուղարկել է կարտոշկա մաքրել։ Ինչ հաշիվա մաքրել։ Մանրամասները գիտեք։ Սուսիկ ջան, դե գիտեք, որ թեման դու ես եղել, բայց մանրամասները չգիտենք։ Ու հիմա դրա համար սաղ զորքի կարտոշկեն պետքա մաքրի։ Բայց ինչ կա տեղ ծիծաղալու։ Դե լավ չի, որ տղեն կարտոշկա մաքրել իմանա։ Հետո տանը քեզ կօգնի, չէ։ Հոպ։ Շատ քեզ ազատություն տվիր։ Լսեք ինչ եմ ասում ձեզ։ Գնում եք ճաշարան, ամեն մեկդ մի դանակ եք վերցնում ու սիրուն ակուրատնի սկսում եք կարտոշկեքը մաքրել, բարձա։ Սուսիկ ջան, այ ես քո ցավը տանը, մենք ո՞նց մաքրենք։ Որեկան տեսան մենք ենք մաքրում, Մելոյի համար դա ավելի վատ։ Լավ, բա ինչ անենք։ Չգիտեմ, ես էլ եմ այդ մտածում։ Տղեկ Մելոն ձեզ կանչում է։ Մեզ։ Հա։ Հաստատ ճշտել ես մեզ ա կանչում։ Հա դե էլ մի է։ Լավ։ Գնացեք տեսեք Մելոն ինչ է ասում, ես հետո ճաշարան կերևեմ։ Շմիշ գլուխը ցավցնեմ, Գարիկ ջան։ Վիկացանք սաղով գնացինք սրան շուչը։ Ամի կայնել ենք սրան շուչի մեջտեղ, ասում եմ լը սաղը շարվեք, արա։ Մեկ եկան հավաքվան գլխիս։ Ասում եմ, ով է մեր աղբենյագին նեղացել է։ Մեկը բաթե ես։ Ասի արիստել արա։ Իսի բաթե դու իշը բդի ասես։ Արա ասում եմ, բա ով բդի ասի։ Ասում եմ, դու մեր աղբենյակի հետ կատակ ունես, եսի բա թե հա։ Բայց դե ես քեզ դեմից ասել է էլի, որ սրանք կատակ չունեն իրար հետ վաբշե։ Հա դե զզվեցրիք էլի։ Մենք տենց կատակ չունենք։ Դու չես կարա ասես, կարաս արտահայտվես։ Արդեն այդ քուչի բարբարը ուղեղս ա մտել։ Ուրեմն նախ քուչի չէ, չուչի։
Երկրորդն է, բա որտե խոսանք։ Գարեգիս հետ եկել ենք օբյեկտ, սուրճի կաթի սեղանի շուրջ նստած մի երկու բերան չթալենք։ Ուրիշ բանի մասին խոսացեք։ Ինչի մասին։ Ինչի մասին։ Այ օրինակ բնության մասին խոսացեք։ Հա, որոշված է։ Սրանից հետո բնության մասին եք խոսում, պարզա։ Բայց մենք չենք ուզում բնության մասին խոսանք։ Ոնց չեք ուզում։ Չեք ուզում, ուրեմն դուրս գնացեք ընդեղ խմեք։ Իսկ եթե մնում եք, ուրեմն պետքա բնության մասին խոսակ։ Վերջ, որոշված է։ Խոսում ենք միայն բնության մասին։ Վայ, մորս պայծավերև։ Մնում աղև դուր անելն է զաստավիտով անել տաս։ Էդելու պեց։ Որ պետք լինի, տենց էլ կանեմ։ Այրև, լավ։ Կասեր գարիկ ջան, էդ անտարի խոտը, որ մեր բալդի աղպենյակին նեղացրել էր, կայնելա դեմս ծողը աշկերին բան չի կարեմ ասի։ Էդ է կաղնին ջղայնանım, հա? Սկսում է սրան կաղնել, ինչ ասես չի կաղնում։ Մեկի էդ պահին զեպյուրն է գալի, ասում է, որ գետակն է քչքչալ են գալի։ Էդ որ ասում է, ես կաղնին, բալդին ու մնացած սա ғայդին ծավերը, ես թպերին թողում են ու արմատախիլ եղած պախնում են ըտուց։ Դե հասկանում ես, ով կուզի գետի բերան ընգնի։ Բայց ես խոտը իրա թուպ աղպենյակների հետ ընգնում է գետի բերանը։ Ես գետն է վարարած ալնում, տանում է սրանց դեմատալի քարերին ու քչքչում է վրեքը։ Էնքան է քչքչում, որ սրանց ձենները բացվում է ու սոխակի նման սկսում են երկել ես կաղնու ու բաղդու վրով։ Շատ մանրամասն երկելուց հետո ես գետը իրա հուներից դուս է գալի ու ընգնում է կաղնու ու բաղդու հետևից։ Բայց իշքան էլ հուներից դուս եկած ֆալսաժներ անում, մեկը չի կարում գտնի կաղնուն ու բաղդուն, որտև սրանք ուրիշ տեղ են արմատ գցած լնում։ Ջոգիր։ Ես էլ քեզ բնություն։ Լավ էր։ Մեր աղցանը ինչ էլ է վլնում, հա։ Կաղնուն աղցանն ինչին է պետք։ Մի 3 դուլ ջուր տամ հերիք չի։ Հայ, երա սուսիկ, վայ, ես ինչ լեզուն ես դու, այ։ Սմա ջուր։ Դու քար է կծակ ես էդ լեզվով։ Ասա Մելո ջան։ Հա, ասա Մելո ջան։ Երկուսով իրար հետ փողվիկ ճաշարան ու կսկսեք կարտոշկա մաքրել, հասկացաք։ Արագ կկրբեք։ Բայց որ տեսան թեմա է։ Սամոյի վրա էլ խոսակցություն կգա։ Դրա համար սեցի ուշադիր կեղնի, որ անգար ծեզի մարդ չտեսնի։ Բայց տենց չի լինի։ Ոնց լինի, Մարգարյանը կգնա կստուկի, Բշտիկյանն էլ կգնա։ Ինչ կառաջարեք, ես երտամ ես կլբեմ։ Ինչ գնայեք, ինգեք առայք։ Ախր չես պատկերացնում է ինչ վատ էի։ Մարդ ավելի լավա գետին է մտնի, քան թե իրա պատճառով ուրիշը տուժի։ Կամերում ավելի շատ մտքով էի տանջվում, քան ֆիզիկապես։ Անընդհատ մտածում էի, մինասը հանգարց ինձանից չնեղանա, դուք հանգարց ինձ թարսաշկով չնայեք։ Բան չկա, մեն ինչն էլ անց է կաց է։ Մենք էլ քուխ հետ էդ մալ բաներուց դասերակ քաղենք, ախպերես։ Հա, բայց ես չեմ ուզում ձեր դասերի օրինակը լինեմ։ Ինչի մենակ մեր, ամել։ Նայրավից ով կա տեղ է։ Հա, պարոն Մարգարյան։ Հա, որն է։ Գոնե մտ այցել ես, տեսնես քո ճաշանի պետը ինչ է ասում։ Պարոն Մարգարյան, շարքային։ Այս պիտակ խալատները, որ հագնում եք, մարդիկ վախենում են ձեզանից։ Դա, լսիլը, այն Մելիքսեթը ինչ անում ընդեղ կարտոշկ եք կլպում, հա։ Այն կոմի վրա չեմ գնացել։
Ընջի ինքն էլ վախում սպիտակ խալաթավորներից։ Նա այնտեղ էլ ինչ գործ կա, ասենք մելոն անի։ Գնամ տնամ մելիքս է դա ասցնում, հա։ Հա, ելակ։ Գնանք մելո, չէ այդ։ Ստեղ է։ Յանը եկել է կնցի պանսը եղավ։ Հաստատեք իմացե։ Հա, մելո ջան։ Դե ետ է եղե։ Բադ մեկ ծը, խոսացեք։ Ես երկու դանակով ես կլպում կարտոշկեն։ Ճիշտ այդպես։ Ապրես։ Ես երևի տենց ես անում, որ արագ լնի, չէ։ Տենց էլ շարունակի։ Գնացեք ձեր վաշտ։ Չտեսնեմ ձեզ տեղ։ Լսում եմ։ Կես ժամից ընթրիքի կարտոշկեն պատրաստ է։ Այդ երկու դանակներդ էլ խոտուր, որ հասցնես։ Եղա։ Կարի։ Հարցակույն։ Հաջիկ դու էլ արի հետևից հարցակվի։ Եկեք։ Պարոն կապիտան, մի րոպե էլի, կլինի ես գամ ձեր կողմ, սենց արդար չի, մենք 3 հոգով ենք, դուք մենակ։ Ուզում ես ինձ պաշտպանես։ Ճիշտ այդպես։ Արի կանգնի։ Դե եկեք ստե։ Զգուշ կլինես չվնասես տղեկին։ Հարց չկա։ Եկեք։ Ձերքերը վեր։ Տենց հա ամբարձում։ Այո, բա զինվորը պետք է հնարամիտ լինի, չէ։ Դենց որ պարոն կապիտան, ձերքերը վեր, մինչև վերջ ենք անում վարժությունը։ Զենքը դրեք գետին, ձերքերը բարձացրեք վերև։
Զեկը դիրգետի ձերնալ բարձացու վերև։ Տղեք, գնացեք արխային հանգստացեք։ Նա ֆիքսում է կյանքիդ կարևոր պահերը և դարձնում հասանելի քո ընկերներին։ Նա ուղղորդում է քեզ քո փնտրած վայրը և քո կապն է մտերիմներիդ հետ։ iOcean X8 Քո սմարթֆոնը Rich Electronics-ում։ Ջերմ և հաճելի միջավայր, համեղ և բազմազան ուտեստներ, բարձրակարգ սպասարկում, մատչելի գներ, Գուսան ռեստորանային համալիր։ Մելո վերջացրել ես։ Ինչ է։ Ոնց ինչը, կարտոշկա մաքրել է։ Դու ուր իսկ գիտես։ Դե գիտեմ էլի։ Մարգարյանն ես է, հա։ Չէ, Մարգարյանը չի ասում։ Ո՞վ ես է։ Դե լսել եմ, վայ։ Մինչ սաղ չաստը խորատակ վռար ու մելոն կարտոշկա կմաքրե, հա։ Նեդեր պագաս, իշմե կարտոշկա, ով կուզե տղ մաքրե։ Մելո խոսակցություն ես բերելու վրետ։ Կուզեք ու բաղթ տանին, ես կարտոշկա չեմ մաքրե։ Իմացավ չէ, դրան կարտոշկա մաքրել են տվել։ Հա։ Դա պատճառը գիտես։ Հա։ Բլո, մենք դրան չերեզ Մարգարյան պատի պատնոշկա տանք։ Ադո լավ էլի, այդ մտքիցը թանի։ Չեմ կարա մտքիցս անեմ։ Միջև դրան քիթ բերնի վրա չգցեմ, էդ իմ մտքիցս չի ելնելու։ Հենց եմ գցելու խայտարակ ձև եմ գցելու, խայտարակ։ Գալու է ներողություն խնդրի մեզ հենց, նայ։ Թե էլի մենք ենք ներողություն խնդրելու։ Չէ։ Պետք է պրոստը ամեն ինչ լավ հաշվարկել ու սենց կուրոկը սխմես։ Ընդմիջումը վերջացավ, բարձրացեք լսարան։ Ավետոք խոսք։ Արագացրեք։ Ես կարողա թեյարն է տեղը խառնել ես մերնեմ սրտի։ Հա, խառնել եմ։ Դա ինչ ես դու կլպում կարտոշկեն, բա մելոն ուրա։ Մելոն հանգստանում է, ես էլ իրան օգնում եմ։ Հիմա էլ դու, հա։ Քանի կար Համոն ու Գագոնային, հիմա էլ դու ես եկել ստեղ։ Իսկ լավ գիտես, որ հանկարծ Բշտիկյանը քեզ ստեղ տեսավ, ինչքան վատ կլինի Մելոյի համար։ Գիտես։ Դե դու նենց կանես, որ չի իմանա, չէ՞։ Հարց չկա, ես տենց էլ կանեմ, բայց որ պատահական եկավ ու ես դեմը չեմ կանգնելու։ Դե վերակարգից մեկին պետք է ասել, գազ կուշացնի։ Հարց չկա, ասեմ, բայց այդ ամեն ինչը կանեմ, մենակ քո համար։ Բայց որ հանկարծ գան ասեն շուտ դուրս տարի, դուրս եկաս, լավ, որ հանկարծ Մելոյի վրա խոսակցություն չկա։ Լավ։ Հարց չկա մեռնեմ ստեդ, ես ամեն ինչ քո համար կա, դու չլիներ ես քեզ բան չէի անի։ Իմ համար էլ է շատ վատ, էսի որ իմացան, վայ։ Դե լավ, գնամ ես տղերքին զգուշացնեմ։
Ենթասպա Մարգարյանն է, խնդրում եմ ինձ պարոն Բշտիկյանին միացրեք։ Լսում եմ։ Բարև ձեզ, պարոն փոխգնդապետ, ենթասպա Մարգարյանն է։ Պարոն փոխգնդապետ, Հովսեփյանը չկա, թողել գնացել է։ Ու այն Սուսիկին է ուղարկել, որ կարտոֆիլ մաքրի։ Ո՞նց թե։ Ես էլ եմ զարմանում, պարոն փոխգնդապետ։ Լեյտենանտ Մուսայելյանը լսում է։ Ուր է Հովսեփյանը։ Կարտոֆիլ է մաքրում, պարոն փոխգնդապետ։ Գնատես ով է կարտոֆիլ մաքրում։ Էս ինչ բան է, հրամանս չի կատարում, հա։ Ասա թող ներկայանա։ Լսում եմ։ Հերթապա։ Հարա ասում եմ, ով կուզեր իր հարսանիքնել այդ անգլիայի արքայազնի հարսանիքի նմաններ։ Այդ հարսանիքը բեմադրված է էլի։ Սաղ բեմադրել են, ով որնից պիտի դուզ գա, ով ինչ խոսա, ով ինչ դեմքի արտահայտություն ընդունի։ Արա, բայց ասում ես էլի, արա, գլարիտես արա, դենաս դրա սենարնով ա գրել, արա։ Չգիտեմ ով ա գրել, բայց մի հաստատ Հավայան կղզիներում միտը վիլա է աղդ ինջնում է։ Բայց գիտես ինչ դժվար ատեն սենար գրել է։ Դե ինչ չի աբուլիկ։ Բայց դրա դժվարը որն է։ Ռասմը դրա դժվարը որն է։ Աբուլիկ, այդ սցենարիստի գրածից մի բան որ դու ներեիք աշխլներ, մի Հավայան կղզիների տեղը թաց ու խոնավ բետոնի վրա կլներ էտի։ Արա, բայց իսկ օգոնից գրած է եղել, չէ այդ սցենարը։ Բայց ասում եմ հա, սաղ սցենարով այլ է։ Գրած աղես թե պետի ժպտան ժպտացել են։ Ասենք ստե պետի հալսի ծնողները լացել են։ Պետի հալսն ու պեսեն ջարդ են տալել կեքը ջարդել են։ Բա էդի շոյույա չէ։ Արա, բայց դրանք հեշ նապար չեն, հա։ Ու պեսացուն, այդ փորձերը արելա հարսնացույն միած շատ նման աղջկա հետ։ Հա, ճիշտ ասում մեր աղբերը։ Բա։ Ոնց։ Մեղրամիսն էլա փորձել է աղջկա է։ Լուրջ բան եմ հարցնում։ Վայ ես գերկեմ պաչ եմ քո հումոր արայս, ինչ ես անում այս սադիստս, մեղրամիսն էլա փորձ է։ Հասնացուները որ ուզենան փեսացուների հետ փորձեն, ես մեծ սիրով կփորձեմ հետ։ Արա, քո հետ ով պիտի փորձի այ ամբաշար։ Այ ես մի հատ օֆիսնյակ եմ բացելու, ասենք որ տենց վալսու փեսացու պետք է լավ, տենց տամեթաս։ Ուր էիր։ Ինչ ես Սուսիկին ասել, որ կարտոշկա մաքրի։ Սուսիկին։ Մի քիչ առաջ նստած մաքրում էր։ Ես Սուսիկին այդպես բան չեմ սե։ Բա ինչ էր մաքրում։ Ես շատ գիտեմ։ Հիմա էլ ընդեղ։ Չէ, հիմա վերակարգն է մաքրում։ Գնա տես Բշտիկյանը ինչ նոր հանձնարարություն է տալիս քեզ։ Մելո, ես քեզ ասում եմ մտածի նոր քայլ արա։ Դու նորից նույնն ես շարունակում, ոնց ուզում տենց ես անում, հա։ Դե գնա տես հիմա ինչ ասում։ Կանչել է։ Սուսիկ, քեզի ով է խնդրել դու երտաս կարտոշկա մաքրես։ Ես քեզի սել եմ երտաս կարտոշկա մաքրես։ Բա ինչ անեի, թողնեի որ գային վրա խոսային։ Թող խոսային։ Հա բայց եթե կարայի օգնեի, ինչի չօգնեի։ Աղջիկ ջան, լսե։ Թող սա իմանան որ ես Սուսիկ կարտոշկա չեմ մաքրել։ Մտավ։ Բայց ինչի համար։ Որովհետև էնդի դոր համար էլ շտեր, աղջիկ ջան, որովհետև ես չեմ ուզել։ Յանեմ ուզեցել ես ինձ օգնես, ավելի մեծ կրակի մեջ ես գցել։ Մի սաղ մտածեն որ ես եմ քեզի սերտաս կարտոշկա մաքրես։ Ու կմտածելով որ դիգնցի կսազ է, հա։ Բերանն է բացեցու։ Դու երբեք չէր թողնի, չէ՞ որ ես տենց գործանեի։ Ես սորի ինչ կսեմ, ինքնձ ինչ կսեմ։ Էլի գլխին ավետարանք կարտած կսե ճանդամներն, իշխարմեղներ ուդեին։ Դու ինչ եմ քեզ ես вообще։ Ինչ կսեմ որ դու հասկանաս։ Անիմաստ է քեզի բանսելը։ Ինչի ես անխելք եմ որ անիմաստ է։
Փոխանակ շնորհակալություն ասի, մի բան է ջղայնանում է։ Թույլ կուտակ պարոն փոխգնդապետ։ Հա, արի Հովսեփյան։ Պարոն փոխգնդապետ, Եվրետոր Հովսեփյանը ներկայացել է ձեր հրամանով։ Ով պետքա կարտոֆիլ մաքրեր։ Ում էր դա հանձնարարված։ Ինձ։ Բա ինչի՞ չես կատարել։ Պարոն փոխգնդապետ, ես չեմ կռնա մաքրում։ Չեմ կարում, բանակում չկա։ Չես կարում կսովորացնենք։ Հիմա վերակարգն է դրանով զբաղվում, որ ընթրիքին հասցնեն։ Գնա հետները կարտոշկա մաքրի, որ սովորես։ Լսեցիր ինչ եմ ասում։ Պարոն փոխգնդապետ, դուք զինվորը ինչին է պետք։ Դու պետք է ասես զինվորին ինչա պետք։ Թե զինվորը պետքա գնա ենթասպայի հետ հաշիվ մաքրի։ Գնա կարտոշկա մաքրել սովորի, որ գալու եմ ստուգեմ։ Պարոն փոխգնդապետ, իսկ եղնի ուրիշ ձևի պատժի։ Կատարել հրամանը։ Հա, ինչ ասեց։ Ինչ պիտի սեր։ Սե գնա կարտոշկա մաքրել, կարտոշկա մաքրել սորվիս։ Պիտի կաստուգ է։ Դու չեմ մաքրես կարտոշկա, այ աղբեր։ Տես ոնց կլինի։ Աղբեր թող պատժի։ Թող սե ագագասակի վազեմ, թող սե աուրա ջիմերա ջիմենեմ, կարտոշկա չեմ մաքրել, չկա այդպես բան։ Լավ, մի անգամ կմաքրես, թող տենա որ կարում ես։ Չկա այդպես բան։ Ես ճաստում կամ ես պիտի ծառայեմ կամ Մարկարյանը։ Երեգուսիցս մեկ է։ Վայ կուրբան ունեմ քեզ իմամ ջան, դու ասա ինչ կա։ Այ մեր ձերդ մի տեսակ է։ Ոչ մի տեսակ չի, այն չարատ տոնեմ, հոբան չի էլ է։ Այ մամ ասա էլ ինչ այլ է։ Այ մեր լավ էլի ասա միան։ Ջամշան, ինչ ա եղել։ Ջամշան, բան ա եղել։ Ջամշոյան։ Գնա։ Այ ախպեր խոսա տենանք, իմանանք ինչ ա եղել։ Ջամշոյան։ Այ ախպեր ձեն խան։ Ինչ ասեց Բշտիկյանը։ Ինչ պիտի սե։ Կսե կանակ կարտոշկա կալբել սորվի, որ պիտի կամ ստուգեմ։ Լավ էլ սովորում ես։ Հա, շատ լավ ես սովորում, քեֆս բերեց։ Ախր չեմ ուզես այդ կարտոշկա կալբելը սորվին։ Հա, քաս կնա մտեղ ված բան չկա, սաղ լավ է, բայց չեմ ուզես սորվին։ Ինչի։ Դող ուրիշ պատիչ տա։ Մելո, ոչ ես, ոչ էլ ինչ որ մեկը քեզ չենք համոզելու։
Ուզում ես կատարի հրաման, ուզում ես մի կատարի։ Բայց երկրորդի դեպքում դու գիտես քեզ ինչ է սպասվում։ Գիտեմ։ Ես գիտես ինչի վրա եմ զարմանում։ Ձեր այս անտարբերության, թեթևության, թքած ունենալու։ Մարդ երբ որ ընկնում է ինչ-որ անցանկալի տեղ, այդ ժամանակ փոշմանում է։ Մելո, արի քարը փեշիցը թափի։ Ես հիմա քո հետ որպես սպա չեմ խոսում։ Բշտիկյանը շատ խիստ է ծառայության մեջ։ Ինքը սիրում է, որ ամեն ինչ կարգ ու կանոնով է լինում։ Արի կատարի հրամանը, թող տենա, որ սովորել ես ու կպրծնես։ Շտա հարցնի յոր չեմ պրծնի։ Կպրծնես։ Ես այնպես կանեմ, որ կպրծնես։ Տղեկ, Ջամշանն լալով եկավ ընկավ որ տեղերու վրեն, բան չխոսա։ Լակակ կարողա ցեզի սա ինչ ա եղել։ Կամ յախշիկ ուզե դառնա, կամ սերժանտ, կամ մեծ երկիչ։ Այդ իրեկից մեկը։ Չէ, ինչ որ մեխատ ուրիշ լուրջ բան ա եղել։ Լուրջի օրը սերժանտն է։ Յա, ես դու արա կաց է։ Նա է ուրասա կալ է։ Սոքսեմ, բայց արժե էլի այդ տաղում մինչև զորացրվել է սերժանտ տան։ Չամշից ինչ սերժանտ։ Ինչի։ Քեզ ինչ լավ սերժանտ կյանի։ Հələ ճիշտը սասպես է լավ, թե սերժանտ վախտ է։ Մինաս, ախպերական ես չեմ ուզում քո բոցերիդ Միշեն ելնեմ, հա։ Ախպերական ինքստինքյան արդեն եղել ես։ Հենա լավ էլ մաքրում ես։ Շուտ ես սովորում։ Թե նստի տղաների հետ մաքրի։ Պարոն փոխգնդապետ, ինքը հիմա պետք է վերակարգի պատրաստվի։ Գրաֆիկով իր հերթն է։ Գրաֆիկով իր հերթն է, հա։ Վայ, Մուսայելյան։ Ախր ինչքան պետք է դու քո զինվորին պահես, հա։ Էն էլ ումից։ Իր հրամանատարներից։ Ինչի համար։ Տարվաշ թող պատրաստվի։ Լսում եմ։ Այ Մուսայելյան, բայց ինձ ինչից փրկիր։ Այս վերակարգի իսկականից պիտի ընդունես։ Հա, հարց չկա։ Մելո, դες ինչ ենք պայմանավորվում։ Մարգարյանից հեռու ես մնում։ Հա, կփորձեմ։ Չէ, փորձել չկա, հեռու ես մնում։ Թույլ կտակ, պարոն Վարդանյան։ Դնես դեմքով ես եկել, որ չեմ կարա թույլ չտամ։ Արի։ Ասա։ Պարոն Վարդանյան։ Օտպուսկ եմ ուզում։ Ես էլ եմ ուզում։ Չես պատկերացնի ոնց եմ ուզում գնամ, ձեզանից պրծնեմ մի որոշ ժամանակով։ Ինչի համար ես ուզում։ Մե պետք է այլի, պարոն Վարդանյան։ Ինչ-որ բան ա եղել, թե կարոտն ա։ Դժբախտ դեպք ա տեղի ունեցել, պարոն Վարդանյան։ Շարքային Արևշատյանը ներկայացել է ձեր հրամանով։ Արևշատյան, գլխարկը ցույց տուր։ Մուսայելյան։ Այա, հաբեկիչ։ Արա կարող եք Սենք դու Բեն Լադենի դվայնիկն ես, վրեքներս խաբար չկա։ Համբարձում։ Քնած ես։
Ճիշտ այդպես, պարոն փոխգնդապետ։ Մեզնով է հպարտ, մեզնով է